Պլաստիկ տարաների մեջ ջերմանջուր լցնելուց խուսափեք, որովհետև սրանք ջերմության ազդեցության տակ արտազատում են թունավոր միկրոպլաստիկ նյութեր։ Եթե որոշել եք օգտագործել տաք նյութերի համար պլաստիկ տարաներ, ապա պետք է գոնե նայեք, որպեսզի դա թույլատրված լինի արտադրողի կողմից։ Սովորաբար դրանք նշվում են 5 համարի տակ։ Բայց աշխատեք գոնե եռման ջուր օգտագործելուց օգտագործեք թղթի այսպիսի բաժակներ։ Հասարակ թղթի բաժակներ են սրանք։ Ճիշտ է, սրանց մեջ պլաստիկ նյութեր կան, բայց սրանք ավելի փոքր քանակությամբ են արտազատվում, որտեղ հենց պլաստիկը իր մեջ շատ քիչ քանակությամբ է։ Հավելեմ նաև, որ պլաստիկ նյութերը բացառապես պետք է օգտագործվեն այն ձևով, որը արտադրողը ցուցել է։ Եթե արտադրողը նշել է, որ տվյալ նյութը պետք է օգտագործվի միայն ջեռոցում, պետք է օգտագործել միայն ջեռոցում։ Ոչ թե դրանով կարող եք նաև եռացնել, որովհետև եռացնելը ու ջեռոցում բարձր ջերմաստիճանների տակ պահելը դրանք լրիվ տարբեր բաներ են։ Պլաստիկների սխալ օգտագործումը թունավորում է հենց մեզ, դրա համար եկեք օգտագործենք այն խելամտորեն եւ լինենք առողջ։